այս պահին մեր ժողովրդին պարտադրում են, որ նա հրաժարվի իր անունը հիշելուց, դա նման մի բան է, պարտադրում են, որ դու մոռանաս քո պատմությունը, որ մոռանաս ցեղասպանության մասին եւ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դա բոլորը քաջ գիտակցում են։ Ես ուղղակի այս ամբիոնից ուզում եմ հարց տալ, հարցադրում անել մեր քաղաքական գործիչներից, հասարակական գործիչներից քանիսն են անկեղծ այս հարցի դեմ հանդիման եւ առավել եւս մեր ժողովուրդը ունի այնքան շատ մտավորականներ, հասարակագետներ, պատմաբաններ, ամբիոնի վարիչներ, բաժնի վարիչներ լիքն են, նրանցից ում անունն եք հիշում, ումն եք հիշում, որ հայ ժողովրդի համար այս ծանր ճակատագրական պահին ինքը համարձակ դեմ է արտահայտվում այս այն ամենին, ինչ բերում են մեր ժողովրդի գլխին։ Ես շնորհավորում եմ կուսակցությանը հերթական համագումարի ընթացքի կապակցությամբ եւ հաջող աշխատանքներ եմ մաղթում։ Ես մի պահ նայելով կուսակցության անվանումը հիշեցի Լեհաստանում իմ դիվանագիտական ծառայությունը, երբ որ Լեհաստանը վերագտել էր իր անկախությունը, դա իրականացվել էր հենց Սոլիդարնոշ անվանումը կրող, այսինքն համերաշխություն անվանումը կրող համազգային շարժումով, որը հանգեցրել էր Լեհաստանի անկախության վերականգնմանը, եւ այս կուսակցության անվանման մեջ նաեւ մեծ խորհուրդ եմ տեսնում, որ համերաշխության մթնոլորտ փորձի սահմաններ մեր հասարակության մեջ մեկտեղելու մեր ջանքերը, մեր ժողովրդի, մեր պետության արժեվ ծառացած դժվարին խնդիրները լուծելու համար։ Իսկապես մեր հասարակությանը պետք է համերաշխություն, բայց այն ուժերի միջև, այն գործիչների միջև, ովքեր սրտացավ են Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար։ Ոչ երբեք նրանց հետ, ովքեր մեր պետությունը տանում են կործանման, ովքեր զոհում են մեր ժողովրդի լավագույն զավակներին եւ ովքեր պատրաստ են կործանել Հայաստանի Հանրապետությունը։ Թշնամու հետ մենք երբեք համերաշխություն չենք կարող ունենալ։ Համերաշխություն կարող է լինել միայն հասարակության առողջ, առաջադեմ, հայրենանվեր գործիչների մեջ եւ ես կարծում եմ, որ այս իմաստով այս կուսակցության առաքելությունը պայմանավորված իր կուսակցության անվանման առանձնահատկություններով կարող է յուրահատուկ լինել։ Հաջողություն եմ մաղթում համագումարի աշխատանքներին եւ կուսակցությանը ընդհանրապես։ Շնորհակալություն։ Մենք կողմ ենք ընտրություններին, բնականաբար մասնակցելու ենք այդ ընտրություններին, քաղաքական կուսակցությունները հենց դրա համար են, որ ընտրություններով մասնակցեն եւ այսպես ասենք փորձեն ժողովրդի դրական կամ բացասական վերաբերմունքը ստանալ։ Մենք պատրաստ ենք նաեւ այլ տեսակի պայքարների, բայց ինչպես տեսակ մենք առաջարկեցինք մի տարբերակ, որը ամենաանցնցումն է լինելու եւ եթե գան այն տարբերակին, ինչ որ մենք առաջարկում ենք, դա մեր համար եւ մեր ժողովրդի համար կլինի շատ դրական եւ ցանկալի։ Հետեւաբար որպես քաղաքական կուսակցություն մենք պատրաստ ենք մասնակցելու ցանկացած տիպի քաղաքական process-ների։ Խոսեցիք գործողություններից եւ ասեցիք, որ ձեր գործողությունները այլ են։ Որոնք են ձեր գործողությունները, մի քիչ փակագծերը կբացեք եւ նաեւ խոսեցիք պլան B-ի մասին։ Եթե հնարավոր է սրա մասին եմ խոսենք։ Գիտեք, ես պլան B-ն այս պահին չեմ ուզում բացել, բայց դե պլան A-ի մասին խոսում ենք եւ խոսքը նրան է վերաբերվում, որ հաջորդ օրը համագումարից հաջորդ օրը մենք ձևավորելու ենք մի պատվիրակություն, որը այցելելու է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների գրասենյակ։ Այդ թվում նաև հրավիրելու ենք լրատվամիջոցներին եւ բոլորը տեղյակ են լինելու մեր առաջարկությանը, որ կուսակցությունը ինչպեսի պատասխան տվեց։ Այսինքն ձեր բոլոր քննարկումները եւ հանդիպումները բաց են լինելու։ Հանդիպումները լինելու են փակ, բայց դուրս են գալու եւ այդ մասին տեղեկություն տալու ենք։ Իսկ ձեր պատվիրակությունը քանի հոգուց է բաղկացած եւ արդեն գիտեք ով է ղեկավարելու այն։ Պատվիրակությունը լինելու է 3-ից 5 հոգի։ Ղեկավարը դուք։ Դե բնականաբար մենք այս պահին մենք ենք կոորդինացնում մեր քաղաքական ուժնա, եթե այլ ուժեր կմիանան, հետո արդեն կորոշենք։